ճշմարտության խոսքի այս մեր ծառայությանը այո գողջունենք ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վարգաններն բնանք մեր այս ուղիեթեր ծառայությունը, մի խնդրենք կանչեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որովհետեւ միասին ունենանք այս օրտապեր ժամերը, ուրեմն մի քանի վարգաններն կվերակտնենք իրար, միջ այդ պատրաստվենք եւ պատրաստվենք մեր սուբտիտներով, մեր հոգիով, մեր աղոթներով, Տիրոջը դիմավորելով։ Skançeli
խոր հրթական հավիտենականության հայր սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդության մեր Աստվածը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկեք սիրելի եղբայրներ, ճշմարտության խոսքի այս ծառայությանը, որ գսպրի Voilà, մենք իրար հետ ենք այսօր դերը օրդն է, բարի եկեք բոլորդ մեմ եւս այս ճշմարտության խոսքի ուղի եթեր ծառայությանը։ Ուրեմն դերը մեզ բահեց մեկ շաբաթ, Փառք իր անվանը, բահեց, որ մենք այստեղ կարողանանք դերը օրտնենք միասին, փառավորենք միասին, Աստված օրտնենք, սորվենք իր խոսքը եւ քայլենք իր խոսքի համեմատ։ Ուրեմն մենք ուրախ ենք ցեզ վերագտնելու այս գեղեցիկ օրվա մեջ, ուրախ ենք միասին Տիրոջ խոսքը սերդելու, ուրախ ենք եւ այդ հույսով, որ այս խոսքը որ գսերդենք, ցեր կյանքը կփոխվի, ցեր կյանքը կհասնի ամեն օր ավելի Տեր Հիսուս Քրիստոսի նմանվելու։ Հիսուս Քրիստոսի հետևորդ քրիստոնյան հետևորդ աշակերտը պիտի նմանի Հիսուսի իր բնավորության մեջ եւ պիտի նմանի Հիսուսի իր գործունեության մեջ։ Այս է ամբողջ քրիստոնեական ավետարանի պատգամը։ Ծառայելով, երկրպագելով, բաշտելով, խոնարհվելով երրորդության Աստծո առջև իր Սուրբ Հոգիով լեցված ունենք մեկ նպատակ Աստծո որդուն բաշտել, ծառայել եւ իր հրամանները կատարել այս աշխարհի մեջ։ Այս է քրիստոնյալները եւ այսօր համար է որ մենք կհավաքվենք, այսօր համար է որ մենք կսորվենք իր խոսքը, այսօր համար է որ մենք կաղոթենք, այսօր համար մենք կխնդրենք Տիրոջ զորությունը, որովհետեւ մեր առաքելության մեջ, մեր գոչումին մեջ մնանք հավատարիմ, ուր որ ըլլանք, ինչ որ ընենք, մնանք հավատարիմ իր մեզի դված կոչումին մեջ։ Մնացած բաները երկրորդական են, մնացած ծառայությունները, վասկերը, հաջողությունները երկրորդական են, մանավանդ երբ կտեսնենք ինչպես այս բոլորը գրնա փլուզվիլ մեկ վարյանեն մյուս վարյանի մեջ։ Դեր օրտնեցես իսկապես կողջունենք, ուրախ ենք որ միասին ենք, անոնք որ մեզ գերդևին տարբեր երկիրները եւ քաղաքները։ Հալելույա։ Սաղմոս 114-ին վերջին համարը գսե հետևյալը. Սարսափե ով երգիր դերոջը երեսեն, Հակոբին Աստծուն երեսեն, որ վեմը ճուրերու լիջի դարձուց ու աբարաժը ճուրերու աղբյուրի։ Սարսափե Աստծո ցերքեն, սարսափե ով երգիր դիրոջը երեսեն,
դերը ամեն բանի վրա իշխանություն ունի։ Այն աբարաժը, այն վեմը, որ այսօր մարդիկ կգարձեն, թե անշարժ պիտի մնա, այն բեդությունները, այն իրականությունները, այդ քո ունեցած բաները դերևս, որ կգարձես, որ անշարժ պիտի մնա, Աստծո խոսքը մեզ գսե այս բոլորը անցողական են եւ դերը կգնա փոխել ամեն ինչ, միան դու սարսափե իր երեսեն։ Մի գարձեր, որ ինչ որ ունիս, քոնը պիտի մնա։ Մի գարձեր, որ այս պետությունները, Բաբելոնի պետությունը գարձեր, որ աշխարհի ամենամեծ պետությունն է։ Ասորի պետությունը գարձեր, որ աշխարհի ամենամեծ պետությունն է։ Հույներու պետությունը գարձերին աշխարհի ամենամեծ պետությունն է։ Հռոմայացիները գարձերին աշխարհի ամենամեծ պետությունները, նայեցեք բոլորը փլուզվեցան։ Այսօր մեծ ազգեր Ռուսաստանի պես, Ամերիկայի պես եւ դարբեր ազգերու պես կգարձեն, թե իրենք անշարժ պիտի մնան։ Բայց Աստված գսե այո սարսափե ով երգիր, սարսափե ով պետություններ, սարսափե ով զորավոր անձեր, սարսափե ով մարդ, քանի որ դերը կգնա փոխել ամեն ինչ։ Միայն դու սարսափե եւ հնազանդի, խոնարհի ամենագարող Աստծո առջև։ Այսօր թողնա քեզ համար խոնարհության օր, թողնա քեզ համար հասկանալի օր, որ ինչ որ ունիս կրնա կորսնցնես, բայց դու սարսափի հնազանդ եղիր Տիրոջը, որ դերը բահե, դերը առաջնորդ է, դերը ավելցնե, դերը օրտնելով քեզ օրտնե, բայց դու պիտի սարսափիս, քանզի դերը ամեն բանի վրա իշխանություն ունի, քո անձի վրա նաև, քո կյանքի վրա նաև, թող իր փառքը օրտնյալը լա, իր գամքը օրտնյալը լա քու եւ իմ մեջ իր փառքին համաձայն, հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, չենք գիտեր ինչ պիտի բադահի մեզի 2026-ին եւ գլսենք իսկապես պատերազմնի ցայներ, խառնաշփոթ, խառնի ճաղանջ վիճակներ։ Այսօր ամեն երկիրները իրար անցած են դնդեսական ծևով, քաղաքական ծևով, առողջական ծևով, ֆինանսական ծևով, բոլորը խառնված վիճակ, ոչ մեկ հաստատ բան չկա, ամեն ինչ անորոշ վիճակի մեջ է։ Այս բոլորին մեջ մենք ունենք հաստատ վեմ, Հիսուս Քրիստոսը։ Երան այն մարդուն, որ Հիսուս Քրիստոսի վրա կհիմնվի, եւ ինք պիտի ասե, ամեն իրավիճակի մեջ գորոշեմ իմ Տեր Հիսուսիս կոհանալ, հայր Աստուծո կոհանալ եւ Սուրբ Օգիով քայլել այս անորոշ վիճակի մեջ, քանի որ դերը վեմ է եւ ան որ վեմի վրա կհաստատվի, անցրև, փոթորիկ, ծույն, կարգուտ, գրնակալ խանգարել զինք, բայց ինք չշարժի եւ իր դունը չփլի։ Այո, դու անշարժ գեցիր Տիրոջ վրա, սարսափե Տիրոջ մե, խոնարհիր Տիրոջ առջև եւ թույլ դուր դերը քեզ բահե եւ պաշտպանե, քանզի բահող եւ պաշտպանողը, ինչպես կարտացինք, վեմը ճուրերու եւ անաբադը ճուրերու փոխողը, աբարաժը ճուրերու փոխողը դերն է։ Վեմը ճուրերու կփոխե, աբարաժը, որ այնքան զորավոր բան է, ճուրերու եւ լիճերի կփոխե։ Աստված ամեն ինչ փոխելու իրավունք ունի եւ իշխանություն ունի։ Անորմար դու եւ ես կանչված ենք ապաշխարենք, զղջանք, Տիրոջ ցերկը բռնենք, Տիրոջ մով քայլենք եւ իր փառքին համար ծառայենք։ Եվ իրեն լա փառքը եւ բադիվը։ Պիտի կոհանամ Տիրոջ մե ամեն բանի համար։ Այս երկեն վերջ գվերակտնենք իրար, պատրաստացեք ձեր սուբկիրները, արդեն գործ արակելոց 21-րդ գլուխը եւ պիտի վերակտնանք իրար այս երկեն հետո։ Հոգսեր ու խավար, դավերն են գուչար, թախից ու կարոտ, երբ լույսն է աղոտ, գտել եմ սական, ես ելքն ու ճամփա, հաճախ ինձ համար, պահեր կան դժվար, հոգսեր ու խավար, դավերն են գուչար, թախից ու կարոտ, երբ լույսն է աղոտ, գտել եմ սակայն, ես ելքն ու ճամփա, բայց այս
անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու բարտամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, հաճախ ամենուր ջանքեր են նիսում, չկա ոչ մի հեկ, թե ինչ եմ մեզ պետք, ճամփանը շատներ, սակայն կա մի տեղ, ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտանեմ, հաճախ ամենուր ջանքեր են նիսում, չկա ոչ մի հետ, թե ինչ է մեզ պետք, ճամփանը շատներ, սակայն կա մի տեղ, ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտանեմ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ ու փառքտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառքտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ ու փառքտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառքտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ. Հալելույա, որոշե սիրելի քույր եղբայր, որոշե կոհանալ նեղության, իրավանցումի, փառքության, ցավի, հարցագումի, հալածանքի մեջ, որոշե կոհանալ Աստծո։ Քանի որ Աստված ինչպես քիչ առաջ ասի ամեն բանի վրա իշխանություն ունի, փոխելու իրավիճակները, որ դու նույնիսկ չես կարող երևակայես։ Հավատքը այդ է, որ դու կհավատաս, որ Աստված ամեն բանի վրա իշխանություն ունի եւ դու կհանձնվիս այդ Աստծո գոհությամբ։ Մինչև այնտեղ որ կոհանալ չգա, հավատք չգա։ Գոհությունը ցույց կտա քո հավատքի բաժինը, քո հավատքի չափը։ Հալելույա։ Որոշես այս անգամ այս տվյալ հարցի մեջ ես պիտի կոհանամ։ Ոչ պիտի կանգադիմ կամ փողոքեմ, այլ ես կորոշեմ կոհանալ Տիրոջը։ Հալելույա։ Եվ որ կոհանալը կսկսի, բաց հավատքի բացությունը կսկսի։ Կտեսնես ինչպես հավատքը իր կորձը կսկսի անել, եւ դու կորոշես հավատքով կոհանալ եւ հավատքի պտուղները, հրաշքները ագանադես պիտի լաս
քանզի դերը երբեք սուտ չի խոսիր եւ միշտ իր խոսքը գվավերացնե։ Հալելույա, օրտնյալը լա մեր Տիրոջը։ Սիրելի քույր եղբայրներ, եկանք Գործ Առաքելոց գլուխ 21 եւ արդեն տեսանք ինչպես Պողոս Առաքյալը երրորդ ճամփորդությունը վերջացուց եւ անցյալ անգամ գարտացինք վերջացուց երրորդ ճամփորդությունը եւ գսե եկանք Երուսաղեմ։ Հասավ յետ Երուսաղեմ։ Համար 17-ին գսկսի մեր ընթերցումը, այսօր շատ պիտի գարտանք եւ պիտի հրավիրեմ քեզ, որ քո սուբ գիրքով հետևիս ինձ եւ քրիչ դեդրակ սուբ գիրք աշակերտ եղիր սիրելիս, աշակերտ եղիր։ Քարոզ լսել են ավելի աշակերտ եղիր։ Մենք քարոզ չենք տար այստեղ, մանավանդ այս ծառայության մեջ քարոզ չէ։ Համար առ համար Տիրոջ խոսքը գմադուցանենք քեզ, Տիրոջ քեզ գբերենք Տիրոջ խոսքը, որովհետեւ Տիրոջ խոսքը լսելով դու կարողանաս հասկանալ իսկապես Քրիստոսի դված ուղղությունը եւ իսկապես դառնալ Քրիստոսի հետևորդ աշակերտ։ Երանի այն մարդուն, որ իր ամեն օրվա մեջ այս Քրիստոսի ավետարանի համաձայն ոչ թե միան գիտե, այլ համաձայն կաբրի։ Ամեն, հալելույա։ Ուրեմն, համար 17-ը, երբ Երուսաղեմ մտանք, եղբայրները ուրախությամբ ընդունեցին մեզ։ Եղբայրները ուրախությամբ ընդունեցին մեզ։ Կտեսնեք այս վերջին, երբ որ Գործ Առաքելոցը սկսանք սերդելու, միջ այդ միշտ նամակները նալ որ սերդեր ենք, եւ ցեզ գհրավիրեմ YouTube-ին կացեք կամ Խոսքը TV կացեք, այդտեղ մի տեսնեք մեր ամբողջ վերջին տարիներու այսպես սերդողությունները, գտեսնենք որ միապանությունը ինչ կարևոր դեղ ունի քրիստոնեության, Քրիստոսի կյանքի մեջ։ Քրիստոնեության կյանքի մեջ։ Հավատացյալը միապան պետք է ըլլա Քրիստոսի մարմինին։ Եվ դու Քրիստոսի մարմինին միապան չես, դու Քրիստոսի հետ չես։ Երբ Քրիստոսի մարմինին հետ դու միապանությամբ չես ծառայեր, դու Քրիստոսի մարմինին մեջը չես։ Եվ շատեր շփոթության մեջ գդարվին, երբ Քրիստոսի մարմինին մեջը չեն միապան ծևով, այլ հերվեն այսպես կգարձեն թե իրենք լավ հավատացյալներ են։ Պողոս Առաքյալը իր բոլոր ծառայագիցներով, երբ Երուսաղեմ եկան, շատ շուտ կացին եղբայրներուն։ Եվ ուրախությամբ եղբայրները իրենք ընդունեցին, հետևյալ օրը Պողոսի հետ Հակոբոսին կով գնաց, Պողոս ուրեմն Հակոբոսին կով գնաց եւ բոլոր երեցնելնար եկան։ Այցեք միապանություն, հարկանք։ Պողոսին գուզեն լսել թե ինչ ըրավ Պողոսը։ Հաշվետվություն գնե Պողոսը, հաշվետվություն։ Հալելույա, երանի քիչ ավելի ըլլար այս բանը այսօր ճագերդյալ եկեղեցիներու մեջ։ Եվ զանոնք բարելևով մեգիկ գբատմեր ինչ որ Աստված հետանոսներուն ըրավ իր ծառայությունով։ Ինչ գեղեցիկ է հաշվետվություն ունելը։ Գնամ երկար խոսիր, բայց այսօր մասին արդեն խոսեր եմ։ Այսօր հաշվետվության այդ հոգեբանությունը չկա։ Ես գիտեմ, Աստված ինձ եսավ, ես գիտեմ, ես կնեմ։ Հաշվետվությունը լալ եկեղեցի, դեղական եկեղեցի, պատասխանատուներու այս ըրինք, այդ ըրինք, այսպես եղավ, դեր այսպես կործեց, այս հրաշքը եղավ, այս հարցագում եղավ, այս արգելքը եղավ։ Այս հաշվետվությունը քրիստոնեության միապանության հիմքն է։ Ոչ թե միան հովիվը, այլ բոլոր եկեղեցի, բոլոր Քրիստոսի հետևորդները, բոլոր Քրիստոսի ծառայողները, բոլոր Քրիստոսի ավետարանը փոխանցողները։ Սիրելի քույր եղբայրներ, երբ որ Գործ Առաքելոցը գարտանք, մենք այստեղ այսպես ինչպես եմ գրնակ կերող կամ մասաժ ընող հավատացյալներ չենք բարձրացներ։ Եվ որ Քրիստոսի ավետարանը լավ կգարտաս, կտեսնես որ ավետարանը մեզ կսորվեցնե նվիրյալ զոհաբերվող հավատացյալներ, Քրիստոսի հետևորդներ, ոչ թե գիրագի օրը նստող, որ իրենց մեջ կքորենք եւ մասաժ ունենք իրենց ուզածը այսպես մատուցենք մարդկանց եւ իրենք ուրախ երթան իրենց դունը։ Այդպես քրիստոնյա չկա։ Քրիստոնեությունը միապանություն է, հաշվետվություն է, բայկար է, որ եղբայրներով, քույրերով միասնապար ցերկի պիտի երթանք առաջ եւ պիտի հաջողին Տիրոջը շնորհքով, քանի որ այս է, որ դերը մեզ ասավ, կացեք բոլոր աշխարհը, սորվեցուցեք, կարոզեցեք, մգրդեցեք, ինչ որ իմ մեջ տեսակ այդ բանը փոխանցեցեք ուրիշին, ծրի ստացակ, ծրի դվեք, ինչ որ լսեցիք, այդ կարոզեցեք, ինչ որ տեսակ այդպես ապրեցեք։ Այս է քրիստոնեությունը։ Եվ այդպես տևերը պիտի փախչին, հիվանդությունները պիտի բժշկվին, հիվանդները պիտի բժշկվին, ինգասները պիտի բարձրանան։ Ինչու՞, քանի որ Քրիստոսի կորձը գադարողները, Քրիստոսի կորձը գադարողներու պես կվարվին եւ կքայլեն։ Հալելույա։
ուր որ ես հիմա, ուր որ նստեր ես հիմա այս րոպեին, այդտեղս է Հիսուս ինձ օգնե, որ ես քո նման լամ։ Զորացուր իմ հոգին, որ ես քեզ հետևորդ լամ։ Ինչպես դու գուզես, երբ դու գուզես, ինձ ձևով որ դու գուզես Տեր, զորացուր ինձ։ Այս է Քրիստոսի հետևորդի աղոթքը։ Զորացուր, որ ես քո սրտի համաձայն մարդ լամ։ Հալելույա։ Անոնք կալ լսելով փառք տվին Տիրոջը եւ ըսին իրեն։ Հիմա որ Երուսաղեմ եկավ Բողոս, ըսին գտեսնես եղբայր։ Քանի փյուրավոր հավատացյալ հրյաներ կան, որոնք ամենքն ալ օրենքին նախանցավոր են։ Նորմալ է Երուսաղեմի մեջ են ամեն հրյաները, ամեն գրոնականները հոնեն, ուրեմն եղբայրները հիմա խրատ կուտան Բողոսին։ Եվ ինչ գեղեցիկ է։ Եղբայրները Բողոսին խրատ կուտան։ Բողոս նոր գդագարանի ամենաշատ գիրքը քրողը խրատ կստանա եղբայրներ են, որոնց անուն ունից չեն գիտեր Հակոբեն եւ Սիմոնը զատ։ Որ եղբայրներու մասն է։ Այդ օրվա այդ եկեղեցի նվիրյալ եղբայրները եւ Բողոս խոնարհությամբ գլսե հիմա ինչ որ իրենք պիտի ասեն իրեն։ Խոնարհությամբ գլսե։ Ահավասիկ մեմ եւս մեծ խնդրեմ։ Խոնարհությամբ լսել խրադը քո քույր եղբայրներուն, քո բադասխանադուին, քո հովիվին, քո շրջապատ եղած առաջնորդներուն։ Անշուշտ, եթե խրադը սուրբ քրային է։ Ամեն խրադ չի լսվիր, եթե խրադը սուրբ քրային է, ուշադրությամբ եւ խոնարհությամբ կլսեք։ Ուրեմն ամենքը օրենքին նախանցավոր են, բայց քու վրայով իմացան թե տուն բոլոր հետանոցներուն մեջ եղած հրյաներուն Մովսեսին աբստամբիլ գսորվեցնես։ Ասելով որ դղակնին չթթվադեն եւ սովորություններուն համեմատ չվարվին։ Ուրեմն գսեն եղբայրները Բողոսին, Բողոս, այստեղ հրյաներ կան, որոնք քո մասին գսեն որ դու Մովսեսի օրենքին հագարակ կքարոզես։ Դու հագարակ ես Մովսեսի օրենքին հրյական սովորությանը։ Այսպես գներգայացնեն։ Արդ, ինչ պիտի ալա։ Անշուշտ բազմությունը պիտի հավաքվի, վասնզի պիտի լսեն թե դու եկերես, ուստի ըրե ինչ որ քեզի գսենք, ահավասիկ ըրե ինչ որ քեզի գսենք։ Հրաման։ Մեր կով 4 մարդ կա, որոնք ուխտ ըրած են։ Զանոնք ար իրենց հետ մակրվե, հիմա գսեմ մի քանի բաներ, եւ անոնց համար ձախ գրե, որ իրենց գլուխը ածիլեն, որբեսի ամեն կնալ գիտնան թե քու վրայով իմացած բաներին սխալ է, այլ թունալ մեզի հետ օրենքը գբահես։ Բայց հավատքը ընդունող հետանոցներուն համար մենք թուղթով իմացուցինք մեր որոշումը, որ անոնք բնավ այդպիսի բաներ չբահեն։ Միայն թե ըսկուշություն գուրկերուն, զոհված է ու արյուն է եւ խեղդված է ու բորնուգուտեն է հերու մնան։ Այն ադենգս է Բողոս այն մարտիկը արավ եւ հետեւյալ օրը անոնց հետ մակրված դաջարը մտավ մակրության օրերուն լմնալուն ցուցունելու համար, մինչեւ որ յուրաքանչյուրին համար բադարակ մադուցվի։ Ինչ կբադայ այստեղ։ Հրյական օրենքին համաձայն, երբ որ հրյամը դարիներ դուրս գելեր Երուսաղեմեն, աշխարհ գերտար։ Եվ երբ որ յետք ու կար Երուսաղեմ, իր բարտականությունը կամ իր բարտքը կգադարեր։ Մակրվելու համար նախ ուրեմն գածիլվեր, գլվածվեր, նոր հակուսներ կհակներ եւ դաջար կմտնար իր դուր կդալով, իր բարտ կդալով եւ դիրոջը դաջարին մեջ կալով աստուծո վերահակնելու կրնամսել իր հրյական կանոնները, ուխտը եւ սովորությունը։ Քանի որ հրյան գելեր Հրեաստանի դուրս, այդտեղ միլիոն տեսակ սովորություններ կար, հետանոսական սովորություններ կար, ուրեմն շատեր գսեին, որ քանի որ դու դուրս կացիր վստահ բղձվեցար, ուրեմն եկուր, հակվիր, շտկվիր, ուխտդ գադարե, մազերդ ածելե, մակրվիր, դասանորդդ տուր, քո բաժինը տուր, որբեսի իդ վերակտնես քո հրյական հավատքի հիմքը։ Այս էր ինչ որ կբադահեր շատ անգամներ։ Եվ ավասիկ հրյաներ, մեր եղբայրները, հրյա եղբայրները, Հակոբոս, Պետրոս եւ այլն, Բողոսին ասին, Բողոս կանի որ դու դուրս ելար, եւ ժողովուրդը գիտեն որ դու այստեղին կացիր։ Հիմա եկուր այդ օրենքը գադարե, ինչ որ բոլոր հրյաները գնեն, արի հարկանք տաճարին, արի հարկանք հրյական սովորության։ Հասկանաք, որբեսի հասկանան որ դու ուրացած չես քո հրյա ըլլալը։ Դու հագարակ չես հրյական օրենքին։
դու հետանոց չդարձար, այլ դու մնացիր հրյա։ Այո, նույնիսկ քարոզելով Հիսուս Քրիստոսը դու մնացիր հրյա, ինչպես մենք։ Քանի որ այդ ժամանակվա Երուսաղեմի բոլոր հավատացյալները իրենց հրյական սովորութենեն չզատվեցան, մնացին իրենց հրյական սովորությանը մեջ։ Հասկանաք։ Ուրեմն նույն բանը գսեն Բողոսին։ Բողոս գսեն դու նալ այդպես է, միասին, որպեսզի ժողովուրդը տեսնեն, որ դու հետանոց չդարձար։ Այս բանը գարաչարգեն Բողոսին։ Դուսամ հստակ եղավ։ Ինչպես մենք որ հրյա ենք, Հրյաստանի մեջ ենք, հրյական Երուսաղեմի մեջ ենք, հրյական օրենքները կբահենք ըստ սովորություններու, թունալ բահե այդ սովորությունները։ Բայց հետանոցներուն համար մենք արդեն նամակ գրեցինք, ասոր համար խոսել էինք 15-րդ գլխուն մեջ եթե հիշեք, մենք արդեն նամակ գրեցինք հետանոցներուն, որ իրենք այս բաներուն մեջ չմտնեն։ Ինչս էլ գուզե այստեղ առաքյալները։ Ասել գուզե որ այստեղ փրկության համար մենք պետք չունենք Մովսեսի օրենքին, բայց քանի որ հրյա ես, Երուսաղեմ ես, քայտաղություն չլալու համար ըրե ինչ որ հրյաները կնեն։ Բայց հետանոցները ոչ մի խնդրեմ չունին։ Փրկության համար ոչ մեկ Մովսեսի օրենքը, ոչ թլփատությունը, ոչ ովևէ մեկ դիզապանական օրենքները պետք չէ փրկվելու համար։ Հիսուս իր արյունովը փրկեց ամեն ինչ, հալելույա, հետանոցներուն համար։ Բայց հրյաներուն համար նորեն կգտնեմ իրենց հրյական սովորությունները հայոյանք չլալու համար Պետրոս, Հակոբոս եւ մյուս առաքյալները եւ մյուս եղբայրները Բողոսին այս բանը ասին, որպեսզի Բողոսին վրան չհարցակի ժողովուրդը։ 7 օրը լմնցուցին, համար 27-ը։ 7 օրը լմնցուցին։ Եվ ահավասիկ, երբ ասիացի հրյաները Զանիգա տաճարին մեջ տեսնելով, բոլոր բազմությունը քրքրեցին եւ զայն բռնելով գանչրդեին։ Ասիային եկած, ուրեմն Ասիային եկած Բողոսի առաջին 3 ճամփորդություններու այն հրյաներն են, որոնք Բողոս գնաց իրենց տաճարը, իրենց սինագոգը, ժողովարանը, այդտեղ քարոզեց, շատեր ընդունեցին, շատեր հագարագեցան, մի քանի անգամ քարգոծեցին, մի քանի անգամ ձեզեցին Բողոսին, այդտեղ են եկած հրյաներն են, որ տեսան եւ ճանաչեցին Բողոսը։ Ուրեմն Երուսաղեմի մեջինները չէ, անոնք դուրս են եկած, քանի որ Բողոս դուրսներ Ասիայի մեջ գքարոզեր եւ շատերուն հագարագեցավ հրյաներուն իրենց վարտաբեդության մեջ։ Ուրեմն ասոնք տեսնելով որ Բողոս եկեր է Երուսաղեմ, գխանկարվին իրարու, գգանչկրդեն եւ նայեցեք ինչ կսեն։ Իսրայելացի մարդիկ օգնության համար, օգնության հասեք։ Սա այն մարդն է, որ ամեն դեղ ժողովրդին եւ օրենքին ու այս դեղին թեմ բան գսորվեցնե ամենուն։ Նույնիսկ տաճարին մեջ հույներ ալ մցուց եւ այս սուրբ դեղը բղձեց։ Բայց հիմա ովևէ մեկ հրյային այն ժամանակվա այս բանը ասեիր, վստահ այդ մարդիկը պիտի քրքրվեին եւ այդ դվյալ մարդուն համար պիտի բռնեին կամ ձեզեին։ Բայց նայեցեք ինչ սուտ բաներ կխոսվի։ Բողոս երբեք ժողովրդին օրենքին հագարակ չքարոզեց, այլ քարոզեց օրենքին կատարումը։ Եվ այս շատ կարևոր է։ Նոր գդագարանը հին գդագարանին օրենքին հագարակ չէ, ինչ որ շատեր այսօր կգարձեն, որ նոր գդագարանը հինը վանեց, հիմա նորն է։ Ոչ։ Նոր գդագարանը Հիսուս Քրիստոսով գադարեց հին գդագարանի բոլոր օրենքները։ Ուրեմն երբ որ գսվի թե այս մարդը ժողովրդին եւ օրենքին եւ այս դեղին թեմ գքարոզե կամ գսորվեցնե, բոլորովին սդախոսություն է եւ կամ անհասկացողություն։ Եվ գրնամ ասել ցեզի շիրելիներ, որ շատեր մեր քարոզչությանը, քանի որ չեն հասկանալ ինչ կքարոզենք, բարձրապես գբادرազմին, գբայքարին եւ սդախոսություններ գնեն երբեմն նույնիսկ մեր քարոզչությանը։ Եթե լավ լսեք թե մենք ինչ կքարոզենք, ինչ իսկապես կսորվեցնենք, ես կգարձեմ, որ մեր հայ ազգի մեջ ոչ մեկ խնդրեմ չէ լա։ Բայց հարազանքներ շատ ունենք, հարցակումներ շատ ունենք, քանի որ դքեդ մարդիկ առանց գիտնալու թե մենք ինչ կքարոզենք, գուզեն հարցակիլ մեր վրա։ Անշուշտ ադալսեմ, որ շատ մը ճագերդյալ քարոզիչներ սխար բաներ կքարոզեն։ Այդ մարդկանց ոչ թե իրենք այլ ես ալ գրնամ հագարագիլ։ Երբ որ սխալ բան կքարոզենք ավետարանի, անպայման պիտի հագարագենք։ Բայց նախ լսել պետք է, նախ չապել եւ չապչփել պետք է, նախ հասկանալ պետք է, թե այդ մարդը ինչ կքարոզե, ինչ կսորվեցնե, եւ հետո բայկարիլ եւ կամ
հագաստել իր սորվեցուցածին վրա։ Այստեղ Պողոս առաքյալը այս բոլոր բաները չծավ, բայց ասում նախանցեն, մենք գիտենք անցյալ շաբաթները գարտացին, որ նախանցեցան այս հրյաները, որ մարդիկ կհետևեին Պողոսին եւ ժողովարանները թողելով գերտային Պողոսին ետևեն։ Նույն բանը այդտեղ է, եւ գսե նույնիսկ հույները մտցուց այս սուրբ վայրը եւ բղձեց։ Այստեղ կարևոր է բացատրել, որ այն ժամանակվա Հերովտեսի ուրեմն դաջարը երկու բաժինի կպարգանար։ Դուրսի բաժինը, դուրսի բագի բաժինը, այդտեղ բոլոր ով որ գուզեր գնարկալ։ Հրյաներ, ոչ հրյաներ, շատեր նույնիսկ ոչ հրյաներ գուքային այդտեղ աղոտ կնեին, գիտեք Հիսուս երբ որ գսենք, որ եկավ իր խարազանով քանթեց, այդ դուրսի բագի մասն էր։ Բայց ներսի բաժինը միան հրյաներ իրավունք ունեին մտնելու։ Թուրեններ։ Բագի բաժինը բոլորին համար էր։ Ներսի բաժինը միան հրյաները։ Ուրեմն որ գսվի այստեղ որ Պողոսը հույներ մտցուց ներս եւ բղձեց տաճարը, ճիշտ այդ ասել գուզեն, որ Պողոս իբր թե հույները մտցուցեր է սուրբ վայրը, որ միայն հրյաներուն համար էր։ Նորից ահավասիկ մեմ եւս սդախոսություն։ Բարձաբես մարդկանց ոտքի հանելու նպատակով։ Մարդկանց թեմ տնելու նպատակով ինչ հեշտ է մարդկանց քրքրել, ժողովուրդ, ինչ հեշտ է մարդուն բարգացնել, ինչ հեշտ է մարդուն սրդին մեջ սխալ բաներ մտցնել։ Շատ հեշտ է։ Նույնիսկ մեր հարաբերություններուն մեջ շատ թյուրությամբ դու գրնաս մարդուն այսպես սխալ բաներ ագանչին մեջ մտցնել ուրիշին հետ կապված։ Եվ այդ մարդը գրնալալ վատ դրսևորվի այդ տվյալ մարդուն հետ։ 29-րդ համարը Վասնսի նախաբես Եփեսացի Դրոպիմոսը իրեն հետ քաղաքին մեջ տեսեր էին եւ գգարձեին թե Պողոս Զանիգա դաջարը մտցուց։ Նայ գգարձեին թե այսօր դուներ կանտված են գարձելով։ Ես կգարձեմ որ այս մարդը այսպես է։ Քու գարձիկդ այդ ճոք փաստ ունի։ Ես իմ սրտիս մեջ կգարձեմ որ այս մարդը ինձ չի սիրեր։ Քու գարձիկդ փաստ ունի։ Գարձելով դու կկանտես, եկեղեցի կանտես, հարաբերություն կկանտես, ընկերություն կկանտես, քո գարձիկներուն հիմնվելով։ Փաստ պետք է։ Երևալի փաստ պետք է։ Նույն բանը, ես քեզ շատ կսիրեմ Սարգիս եղբայր, հա, փաստ կա, ոչ թե միան խոսք է։ Ես այս մարդուն շատ կսիրեմ, փաստ կա, դու փաստ ցույց տվել ես, որ շատ կսիրես։ Քու գարձելովդ, իմ գարձելովս բան չի փոխվի։ Պետք է փաստ։ Նայեցեք, այս մարդիկը Պողոսին հիմա քիչ տեսնենք, ձեզեցին գուզեին սպաննել, բարձաբես գարձելով, որ Պողոս դաջարին մեջ հույն անց բերեր եւ հասցրել է։ Գտեստեք, ուշադիր եղեք ձեր ներքին գարձածներին։ Համար 30 Բոլոր քաղաքը շարժեցավ եւ ժողովուրդը դիզվեցավ եւ բռնեցին Պողոսը, դաջարեն դուրս քշեցին եւ շուտ մթռները կոծվեցավ։ Ու երբ անոնք կուզեին Զանիգա սպաններ, լուր հասավ քունտի հազերաբեդին, թե բոլոր Երուսաղեմը իրար անցեր է։ Անալ ամիջապես զինվորներ եւ հայրաբետներ արած անոր վրա վազեց։ Անոնքալ հազարաբեդը եւ զինվորները տեսնելով Պողոսը ձեձել է թատրեցին։ Գտեստեք, շատ շուտ բռնեցին սկսան ձեձելու։ Քանի անգամ Պողոս ձեձվեցավ, քանի անգամ կարգոծվեցավ, քանի անգամ հարցակվեցավ, քանի անգամ անարգվեցավ, քանի անգամ հայոյվեցավ։ Սիրելի քույր եղբայրներ, մենք որ կգարձենք, որ Հիսուսի համար կյանքերնից պատրաստ ենք տալու, երբեմն մեկ անգամ մեկ հոգի քեզի ձուր բան խոսի, 3 շաբաթ չես կդանար, գվարվիս, կխանգարվիս, այդ մարդուն այս կուզեսնել, այն գունես, ինչու կա որ մարդը քեզի գամ չի բարևեց, գամ մեկաջա ձուր նայեցավ։ Եվ դու քեզ գսես հավատացյալ։ Քրիստոսի հետևորդը այս բոլոր բաներին շուտ պետք է անցնի։ Մեր նպատակը մեր բադիվը պահել եւ պաշտպանել չէ, մեր նպատակը Քրիստոսի կյանքը ապրիլն է եւ փոխանցելն է, լույսը լալն է։ Իմիջայնոց լույսի եւ խավարի մասին կարոզեցի այս քիրագի, կացեք YouTube-ով, խոսքը TV-ով, կացեք տեսեք, դիտեք շատ մեծ օրտնապեր խոսքերեն, շատերը ինձ գրեցի գսելով այս կարոզը շատ բան փոխեց իմ կյանքից մեջ, հուսամ քոննալ կփոխե։ Սիրելի քույր եղբայրներ, Քրիստոսի հետևորդը նպատակ ունի։
իրանց պաշտպանել չէ, իր եսը ցույց տալ չէ, իր եսը ցցնել չէ, որ ինք գիտե, որ ինք լավ է, որ ինք ոչ, Բողոս ձեծվեցավ, գծեծվեր։ Վարժված էր ձեծելու եւ գսե ես վարժված եմ գսե։ Ամեն ինչի վարժվեցա։ Եվ ամեն ինչի կարող եմ այդ որ դիրոճմով որ ինձ փրկեց, ինձ զորացրեց։ Համար 33 այն ադեն հազարաբեդը մոդենալով բռնեց Սանիգա եւ հրամանը որ գրգին շղթաներով գաբեն ու գհարցներ թե անիգա ով է ու ինչ ըրեր է։ Նայեցեք հազարաբեդը բանեմը լուրջ ունի։ Գտեսնե որ մարդը մեջտեղը թրերեն գծեցեն, բոլորը գահայեն այդ մարդուն, երթանք բռնենք, կաբենք, տեսնենք ով է այս մարդը։ Բազմությանը մեջ են մեկը մեկ կերպ ու մյուսը ուրիշ կերպ բամը կգանչկրդեր։ Երբ չգրծավ այդ շոփոտուտենե ստույկը գիտնալ, հրաման ըրավ որ Զանիգա բերդը դանին։ Ու երբ Սանտուխը հասավ, այնպես պատահեցավ որ զինվորները վերցնեն Զանիգա, ժողովրդին բռնությանը համար, վասնզի ժողովրդին բազմությունը յետևեն գերտար ու գսեին վերցուր ադիգա, վերցուր ասել է մերցուր։ Այնքան կշրջապատեին որ զինվորները ստիպված եղան քրգելու Բողոսին, բարձրացնելու Բողոսին որ մեկը չսպաննեզինք։ Այնքան ադելությունը շատ էր։ Գտեսնեք սիրելիներ, նույն բանը Հիսուսին ըրին։ Հիսուսին խաչեցին, Բողոսին ալ դարբեր ցևով այսպես հալածեցին։ Պետրոսին դարբեր ցևով, հավատացյալներուն դարբեր ցևով, առաքյալներուն դարբեր ցևով։ Բայց այս բոլոր հարվածներու դիմաց ճշմարիտ հավատացյալը կմնա հավատարիմ իր ծառայության, հավատարիմ իր պաշտամունքին, հավատարիմ իր աղոթքին, հավատարիմ իր առաքելության։ Մենք այսօր այսպես բաներ չենք տեսներ մեր եկեղեցիներում մեջ։ Մենք այսօր հանգստավետ հավատացյալներ կան։ Մենք միան հանգստավետ հավատացյալներ կտեսնենք, որ մինչև այնադեմ որ իրենք չխանգարնես, իրենք լավ հավատացյալ են։ Բայց եթե որ կխանգարես քիչ մը իրենց, արդեն լավ հավատացյալ են կդառնի։ Քրիստոսի գործը կատարելու համար մենք մեր սահմաններեն դուրս պետք է գանք։ Նայեցեք ձեծով։ Երբ Պողոս համար 37-ը, երբ Պողոս բերդը մտնելու վրա էր, հազարաբեդին ըսավ. Արդյոք կարելի է որ քեզի բան խոսիմ։ Հազարաբեդը ըսավ. Դուն հունարեն գիտես։ Չէ որ դու այն Եգիպտացին ես, որ քիչ ժամանակ առաջ 4000 սրիգա մարդիկ ապստամբեցուցիր, անաբադը հանեցիր։ Պողոս ըսավ. չէ, ես հրյա մարդ եմ, Գիլիգիո Դարսոնեն, ոչ թե աննշան քաղաքացիմը, ու գաղաչեմ քեզի ինձ հրամանդուր որ ժողովրդին խոսիմ։ Երբ անիգա հրամանդվավ Պողոս Սանտուխին վրա գայնելով, ցերկը շարժեց ժողովրդին, ու երբ լման լրություն եղավ, եբրայեցիներեն լեզվով խոսեցավ անոնց ու ըսավ։ Հիմա բիդսեմ։ Նայեցեք, հունարեն կխոսի, եբրայերեն կխոսի։ Որտեղացի էր Պողոսը։ Պողոսը Գիլիգիո Դարսոն քաղաքեն էր։ Գիլիգիան այս դարիներուն 40-ին 60-ի միջև ենք, ավելի 50 այդ մոդեռն ենք հիմա, այդ տարիներուն Գիլիգիան արդեն մեծնդիկրանը քրաված էր։ Եթե պատմությունը գիտենք։ Եվ այդ շրջանին գային հայեր նաև։ Վստահ մեծնդիկրան երբ որ քրավեց, շատ մը հայեր եկան։ Անշուշտ հետո մի քանի 100 տարիներ հետո եւ որ հայությունը Գիլիգիոյի մեջ հաստատվեցավ, բայց մեծնդիկրանի ժամանակ արդեն որ քրաված էր այդտեղ հայեր գային։ Ուրեմն Պողոս վստահ հայերու հետ ալ շփում ունեցած է։ Դարսոն քաղաքը մեծ քաղաք էր եւ հայերը այդտեղ գային։ Այս պարզապես մեր հայերուն համար գսեմ, որ ուրախանանք, որ դերևս Պողոսը հայ ընկերներ ալուներ, չենք գիտեր։ Գիտեք, մենք հայերս ամեն տեղ մեկ հատ հայ մեկը գտնենք, բայց այստեղ պատմության նայելով Գիլիգիո մեջ մենք ունեցել ենք մեծնդիկրանը, ունեցել ենք հայ մշակույթը այդ շրջանին։ Հիսուսի առաջին տար։ Այստեղ մոտավորապես 150 տարի հետո է խոսքը։ 150 տարվա մեջ երկու սերունդ կոնե։ Վստահ հայ եղած գա։ Ինչևից անցնենք առաջ։ Ուրեմն Պողոս ցերկրավ, որբեսի խոսի հիմա այդ հրյաներուն, որոնք կգան չրդեն, գուզեն սպաննել զինք, ամեն մեկը ինչ կսե չի գիտեր, ինչու համար այդ մարդուն բռներ են, ադալ չեն գիտեր, մի անգսեն սպաննենք այդ մարդկանց։
Կարծեք քորջ ունին, բան չունին այդ ժողովուրդը գուզեին միան մարդը սպանել։ Զարմանալի։ Գիտեք, Սատանան լավ ցևով գրնա հավաքել մարդկանց բարին հագարագելու։ Եվ մարդիկ, որ իրար միան լուրջ ունին, գրնան իրար միանալ հարցակելու ճշմարտությունը, այս մեր փորձառության մեջ քանի անգամներ տեսած ենք։ Եվ Սուրբ Գիրքը մեզի հստակ կբացատրի։ Գլուխ 22 Մարդիկ եղբայրներ եւ հայրեր, ինձի մտի գրեք, որ հիմա ցեզի պատասխան տամ։ Վա, երբ լսեցին, որ եբրայական լեզվով գխոսեր, ալ ավելի լուր գեցան։ Բողոսը եբրայերեն մաքուր, չմորնակ, Բողոսը ուսումը արած է Երուսաղեմի մեջ, Գամալիելի առաջ, շատ խելացի, շատ խորունկ, եւ մշակութային, եւ աստվածաբանական ուսումը լուրջ էր։ Եվ որ այսպես մաքուր գխոսի ժողովրդին, ժողովուրդը կգանքնի լուր գնա։ Եվ սկսավ։ Եվ անիկա ասավ. ես հրյա մարդ մնեմ Գիրիգյո Դարսոնի մեջ ծնած, եւ այս քաղաքի մեջ կամաղեղի ոտքը մեծած, ու մեր հայրերի օրենքին ճշտությանը մեջ գրտված, նախանցավոր էի Աստծո, ինչպես այսօր դուք ամենքդ եք։ Տեսնեք ինչպես ինձի կներկայացնի։ Փաստերով։ Չսեր ես հոգևոր մարդ եմ, ես խելացի մարդ եմ, չէ, փաստ կա, կամաղեղը այստեղ է, հայրերը այստեղ են, դեռ մերած չէին այս մարդիկը։ Գրնան փաստել ինչ որ Բողոս կսե։ Ճանցված մարդեր Երուսաղեմի մեջ մեծ խավեն, բարձր խավեն։ Ժողովուրդը չէին գիտեր։ Սնախոսությունով լեցված էին, բայց բարձր խավը շատ լավ գիտեր ինքով էր։ Որ այրեր եւ գիներ գաբելով, հանդերու մատնելով հալածեցի մինչև մահ։ Քահանաբետն ալ գվգայե ինձի եւ բոլոր ձերագույդը, որոնց մեջ թուղթեր ալ առնելով Դամասկոս կերտայի, որբեսի հոն եղածներն ալ կապված Երուսաղեմ բերեմ եւ բացեմ։ Այս պատմությունը արդեն գիտեք, չեմ ուզեր ավելի խորը երթալ։ Ավասիկ կսե ամեն մարդ վգայեն։ Թե ես ինչ որ հիմա դուք կնեք ինձի։ Ես ալ այդպես ըրած եմ բոլոր այս քրիստոնյա աստված հավատացյալներուն, այս Քրիստոսի հետևորդներուն, ես արդեն ըրած եմ այս բոլորը։ Ուրեմն շատ լավ գիտեք, որ ես գիտեմ ինչ կմտածեք։ Ես ալ ցեզի բեսեի։ Թուղթերով գերտայի Դամասկոս մարդ կբերեի, որպեսի բաճվեն, դուները կմտնեի, կքողնայի, մարդկանց դուրս կհանեի, ավելի շտագը մարդկանց դուրս կհանեի եւ կբերեի, որպեսի բաճվեն։ Ես շատ լավ գիտեի, քանի որ ես կհավատայի, որ այս ճանապարհը սխալ ճանապարհ է։ Ուրեմն իր վկայությունը կուտա։ Վկայելով նաեւ ժողովրդին։ Կարևոր է ինչ կսեն ժողովուրդը քո մասին։ Այդտեղ արդյոք գամաղիերը գրնար հագարակ բան մսել։ Արդյոք ձերագույնը գրնար բան մսել հագարակ։ Ոչ, ճշմարտությունը կա, վկա կա։ Եվ նայեցեք, բայց կսե համար 6։ Այստեղ ուրեմն արագ պիտի գարտամ, քանի որ այս համար 6-ն սկսյալ մենք արդեն սերդերենք 9-րդ գլխուն մեջ։ Ուրեմն պիտի չի գանքնի մեկնաբանելու։ Բայց երբ Գերտայի ու Դամասկոսի մոտեցա, կեսօրվան թեմ, հանգարձակի երկինքը մեծ լույս փայլատակեց իմ բոլորդիկս, եւ քեդինը ինգա ու ցայնը լսեցի ու որ ինձ գսեր. Սավուղ, սավուղ, ինչու զիս կհալածես։ Ես ալ պատասխան տվի թե թուն ով ես Տեր, անալ ինձ ասավ ես Հիսուս Նազովրեցին եմ, որ թուն կհալածես։ Անոնք որ ինձ հետ էին լույսը տեսան ու վախով լեցվեցան, սակայն ինձ խոսողին ցայնը չլսեցին։ Ես ըսի, ինչ ընեմ Տեր։ Դերը ինձ ասավ ելիր գնա Դամասկոս ու հոն քեզի պիտի խոսվի այն ամեն բաներուն վրա, որ սահմանված է, որ ընես։ Քանի որ չէի տեսներ այն լույսին փարավորութենեն, ինձ հետ եղողները ցերկես բռնած Դամասկոս տարին։ Անանիա անունով մարդը օրենքին համեմատ աստվածավախ ու Դամասկոս բնագող բոլոր հրյաներեն բարի վկայված։ Ավասի քրիստոնյա Քրիստոսի հետևորդ մարդ, որ հրյաները իր մասին բարի գսեին, ասել է իր մարդկության մեջ, իր հարաբերության մեջ, նույնիսկ իր հավատքը դարբեր էր, բայց իր ընկերության մեջ, մարդկության մեջ ընդունելի մարդ էր։ Ինչ քեղեցիկ վկայություն դե գա այստեղ Անանիայի համար։ Ինչ քեղեցիկ վկայություն։ Ինձ եկավ եւ քովս կայնելով ասավ. Սավուղ եղբայր վերնայե։ Ես ալ նույն ժամուն վերնայեցա իրեն եւ անիգա ասավ. Մեր հայրերուն Աստվածը առաջվնե քեզ ընդրեց։ Առաջվնե քեզ ընդրեց։ Բողոս կբատմի այս պատմությունը հրյաներուն եւ գսե որ ես ցեզի պես էի, բայց Աստված ինձ առաջվնե ընդրեր էր, որ իր գամքը ճանչնաս ու այն արդարը, ուրեմն Հիսուսի մասն է խոսքը, դեսնես եւ անոր բերնեն ցայն լսես։
Քանզի բոլոր մարդոց աչև անոր վգա պիտի ըլլաս այն բաներուն համար, որոնք տեսար ու լսեցիր։ Հիմա արինչ կուշանաս, ելիր, մգրդվե ու մեղքերդ լվա անոր անունը դանչելով։ Ահավասիկ Բողոս կբատմե, չեմ ուզեր երկար խոսիլ, Բողոս կբատմե իր հանդիպումը Հիսուսի հետ, Անանիայի հետ, իր մգրդությունը, իր ապաշխարությունը, իր հասկացողությունը, թե ինք առաջ ինչպես հագարակ էր Հիսուսի, եւ այս հիմա երբ դերը հայտնվեցավ իրեն, ինչպես հասկացավ, թե Աստված իրեն համար ծրագիր ուներ, եւ նույն բանը գսեմ քեզ, Աստված քեզ համար ծրագիր ունի, միայն խոնարհիր եւ դես այն ծրագիրը եւ այն ծրագիրին մեջ մնա։ Մի հետևիր այս կամ այն, ինչպես եմ բատկաներություններու, ես այսպես եմ, միշտ այսպես եղել եմ եւ այսպես ալ գմերնիմ։ Ոչ, Բողոսը ինքը որոշված էր նույնիսկ քահանայաբեդ ըլլալու։ Այդպես որոշված էր, այնքան որ իր ուսումը բարձր էր, բայց ահավասիկ դերը հանդիպեցավ եւ իր ամբողջ աբական փոխվեցավ, չարչարանքի աբակա եղավ, հալածանքի աբակա եղավ, բայց հալելույա Հիսուսի հետ եղավ այդ ամենը։ Ինքը լավ թիրք ուներ, բայց Հիսուս չուներ։ Հիմա թիրք չունի, բայց Հիսուս ունի։ Երանի որ այդպես լայինք մենք բոլորս։ Թիրքի յետևեն մի վազեր, Հիսուսի յետևեն վազեր սիրելիս։ Թիրքերու յետևեն մի վազեր, բարձր մագարտակներու յետևեն մի վազեր, որ քո անունիդ մասին լավ բաները ասեն, նկարները տրվի այստեղ այնտեղ, այսօր հայրավոր հովիվներ կան նպատակնի միայն այդ որ նկարները տրվի իրենց այստեղ այնտեղ։ Մենք այդ մարդը չենք, մենք թիրքերու յետևեն չենք վազեր, մենք Քրիստոսի յետևեն կվազենք եւ իր կորձը կկատարենք ինչ որ է։ Ոչ թե փառքը մենք առնելով, այլ փառքը միայն ինք առնելով։ Հալելույա, հալելույա։ Ես անոր վգա եղա գս այստեղը, անոր վգա եղա։ Փառք Տիրոջը։ Ելիր սերը ոտքի ել, որոշում առ, մգրդվե, հանձնվիր Հիսուսի, քո հրյալալ քեզ չի փոխեր, քո բզդիկ եղածադեն թլփադությունը քեզ չի փոխեր, Քրիստոսի հանձնվիլն է որ քեզ պիտի փոխե։ Սիրելի քուր եղբայրներ, մեր քրիստոնյա ընտանիքի մեջ լալը մեզ չի փոխեր, մեր փոքրիկ եղած մգրդությունը չի փոխեր, մեզ կփոխե երբ որ մենք Քրիստոսի կնվիրվենք։ Մեկ մգրդություն կա, գիտեք որ մգրդությունը նվիրյալ մգրդությունն է։ Ես կհավատամ մեկ մգրդության, մեկ մգրդություն, որ գնվիրվի Քրիստոսի, որ կհասկնա, որ ինք մեղավոր է, որ կտեսնե Հիսուսի լույսը, կապաշխարե եւ կզղճա, եւ այո, երբ որ այդ հավատքը գուքա, այդ հույսը գուքա, այդ սերը գուքա իր մեջ, անժամանակ կմգրդվի եւ կհանձնվի Հիսուսի, որբեսի ծառայե, ոչ թե որբեսի ցուցակի մեջ քրանցվի, ոչ թե որբեսի իրեն ասենք որ ինք մգրդված է, ոչ, որբեսի ծառայե Տիրոջը։ Եթե դու մգրդված ես 10 անգամ մգրդվիր, եթե դու Տիրոջ դան մեջ Տիրոջ չես ծառայել, քո մգրդությունը իմաստ չունի, նույնիսկ անարքանք է։ Ուրեմն ինչ կնես կսե, ելիր ոտքի, ելիր ասել է կորձի անցիր, նպատակ ունիս, աբակա գա, ոտքի ել, Տիրոջ համար, Տիրոջ փառքին համար, նպատակ կա, ել եւ այդտեղը անցիր Տիրոջը իր փառքին համար։ Այս ուրեմն Դամասկոս եղավ։ Համար 17-ը։ Երբ Երուսաղեմ դարձա ու դաջարին մեջ աղոտ կնեի, մտքի հապշտակություն մը եկավ վրաս։ Եվ զինք տեսա Հիսուսի։ Չմոռնաք թեր գբատմե, հա, թեր Բողոս գբատմե ինչ եղավ իր ապաշխարությունը։ Չմոռնաք Ասջանին վրա, բոլոր ժողովուրդը իր դիմաց գուզեն իրեն սպանել, ինքը Ասջանին վրա ելած եւ գբատմե ժողովրդին, թե ինչ եղավ իրեն, ինչ կպատահի իրեն եւ այլն։ Եվ զինք տեսա, որ ինձ գսեր. արդորացիր շուտով Երուսաղեմեն ելիր։ Վասնզի քու ինձի համար ըրած վկայությունը պիտի չընդունին։ Ով Երուսաղեմի ժողովուրդը։ Ես ալսի դեր, իրենք աղիք գիտեն թե ես էի, որ քեզի հավատացողները փանդ կտնեի, ժողովարաններուն մեջ կդեձեի, ու երբ քու Ստեփանոս վգայիդ արյունը գտապվեր, ես ինքս ալ ներկա էի եւ գամագից էի անոր սպաննվելուն։ Ուզանիգա սպաննողներուն հանդերձները ես կբահեի, բայց դերը ինձ ասավ քնա, վասնզի ես քեզ հերավոր հետանոսներուն պիտի ղրգեմ։ Հալելույա ժողովուրդ։ Նայեցեք այստեղ ինչ կպատահի։ Բողոս երբ Դամասկոս Քրիստոսը գտնի եւ գսկսի ծառայելու Տիրոջը, ինչ կպատահի, գուկա շուտ Երուսաղեմ։ Քանի որ իր համար Երուսաղեմն է հավատքի գետրոնը։ Իր համար ինք պետք է կար Երուսաղեմ, որպեսի Երուսաղեմի մեջ
վգայեր Քրիստոսի։ Իր նպատակը Երուսաղեմի մեջ դառնալ, կամ ինքը Երուսաղեմ վարժված էր։ Ինքը Երուսաղեմի մարդ էր։ Ուրեմն գուքա Երուսաղեմ, բայց դերը ինչ կսե։ Հոշ չէ քո դեղդ։ Քո դեղդ հերուն է, անտին է։ Դու այսպես կգարձես, բայց ես քեզ ուրիշ տեղ ուզեմ տեսնել։ Դու քո վարժված դեղդ գուքաս, բայց ես քեզ քո անվարժված դեղդ պիտի ղրգեմ։ Գտեստեք սիրելիներ, այս միայն Բողոսին համար չէ այս խոսքը։ Այս բոլորիս համար գոչ է։ Բոլորիս համար գոչ է։ Մենք միշտ կուզենք Տիրոջը հետևել մեր սահմաններու մեջ, մեր հանգստավետ, մեր կոմֆորտի մեջ, Տիրոջը կուզենք հետևել։ Բայց դերը գսե այս քո դեղը չէ, ես քեզ համար ուրիշ բան պատրաստել եմ։ Այդտեղ գարտացի, որ գսե քեզի արդեն ինք ընդրած էր։ Առաջվնե քեզ ընդրեց։ Ասել է Աստված մեզի համար ծրագիր ունի, բայց այդ ծրագիրը գադարը երբ որ դու քո հանգստավետ սահմաններեն դուրս կելես։ Բողոսի այս մեծ առաքելությունը, որ ինք ունեցավ իր կյանքի մեջ, այդ եղավ բարձրապես, երբ ինք այս մեկ հրամանը լսեց Տիրոջը, երբ Տերը ասավ դուրս ել Երուսաղեմեն։ Ինք հաշիվ ուներ, ինք կսեր, բայց իրենք գիտեն, ես ով եմ, ինչպես ինձ փոխեցիր, իրենք գրնան ապաշխարեն ինձ տեսնելով, իրենք գիտեն, որ ես ով էի, ինչ եղա։ Այո, գսե Հիսուս, գիտեմ այս բոլորը, բայց քո դեղը ուրիշ է։ Ես քեզի հերու պիտի ղրգեմ։ Գնա, հետանոցներում պիտի ղրգեմ քեզ։ Ես ուրիշ ծրագիր ունեմ քեզ համար։ Քուր եղբայրն սահմանները դուրս ել, որ Տիրոջ ցերկը տեսնես։ Մի քանի շաբաթ առաջ գկարոզեի այդ մտքով դերը գկորձե, երբ ես իմ սահմանից դուրս եմ, իմ կոմֆորտից դուրս եմ, երբ որ իմ կոմֆորտից դուրս եմ, այդտեղ դերը գկորձե։ Մեր կոմֆորտների մեջ, մեր շենքերուն մեջ, մեր դուներուն մեջ, մեր սովորության մեջ նստեր ենք, գլսենք կարոզներ, հա, լավ գպարապանենք, երգենք, այո, ամեն, բայց Տիրոջ հրաշքը երբ պիտի տեսնեմ, երբ որ իմ սահմաններից դուրս եմ, իմ կարողությունից դուրս եմ, երբ որ ես այնտեղ եմ, ուր որ ես կարողություն չունիմ, այնտեղ է որ դերը գկորձե։ Երբ որ դերը քեզ օրինակ կուտամ այստեղ, քիչ մը տեքստեն դուրս ելնենք, երբ որ դերը քեզ գսե այս մարդը ները, ներելը քո սահմաններեն դուրս է։ Ուրեմն եթե դու չներես, Տիրոջ հրաշքը պիտի տեսնես, բայց քո ներումին մեջ, քանի որ քո սահմանետ մարդկային կարողությունն է դուրս ելար, այնտեղ Տիրոջ հրաշքը պիտի տեսնես։ Դերը քեզ պիտի ասե այս մարդուն կնա ավետարանը կարոզ է։ Դու պիտի ասես չէ, չեմ գրնար, գամը չնամ, գամ չեմ կարող եւ այլն։ Փամը չլար, բայց եթե որ քո սահմանետ, քո դված սահմանետ դուրս կելես այդ մարդուն ավետարանը կարոզելու, անժամանակ հրաշքը պիտի լա։ Դերը քեզ գսե այս հիվանդին համար աղոթ է։ Դու կգասկածես, գսես չէ, դերևս չի բժշկվի, հիմա ինչ պիտի ասեն ինձ եւ այլն, եթե աղոթեմ եւ չի բժշկվի, ինչ պիտի ասեն այդ խոսքերեն։ Դերը գսե սահմանետ դուրս ել։ Քո մարդկային խաղապարախոսությունեն դուրս ել։ Հրաշքը գլա, երբ մեր մարդկային սահմաններեն դուրս կելենք, հավատքի քայլ գնենք։ Պետրոսը ջուրի վրա քայլեց, երբ որ նավեն դուրս ելավ։ Նավին մեջ հրաշք պիտի չտեսներ։ Այդ փորձառությունը պիտի ունենար, ինչպես միշտ աշակերտները չունեցան այդ փորձառությունը։ Միայն Պետրոս այդ փորձառությունը ունեցավ, ինչու նավեն դուրս ելող ինքն էր։ Հալելույա։ Ուրեմն Բողոս այս խոսքը գսե, բայց Հիսուս ինձ ասավ քնա, վասնզի ես քեզ հերավոր հետանոցներուն պիտի ղրգեմ։ Հոն եղողները մինչև այս խոսքը ագանջ թրին իրեն, ետքը ցայնենին վերցուցին ուսին, վերցուր աշխարեն այդ մարդը, քանզի չի վայելեր ադոր ողջ մնա։ Զարմանալի ինչու կփարգանան։ Մեկ կողմեն չեն ընդունել իրեն, մեկ կողմեն չեն ուզել որ երթա հետանոցներուն։ Իրենք չեն ուզել ընդունել, չեն ուզել որ ինքը երթա հետանոցներուն։ Նախանցը գտեսնեք որքան զորավոր է։ Երբ կգանչրդեին ու հանդերձին գնեդեին եւ փոշի թե օտը գցանեին, հազարաբեդը հրաման հրա որ զանիկա պերտը մտցնեն ու ուսավ որ ձեձով հարցուփորձ ընեն, որբեսի գիտնան թե ինչ հանցանքի համար անորթեմ այն բիսկը գանչրդեին։ Տեր հազարաբեդը չգիտեր ինչ պատած է, ով է Բողոս, ինչ հրավ Բողոսը, որ աշկան մարդիկ այս մարդուն հագարագեն։ Չի հասկացավ։ Հիմա պիտի իբր թե ձեձով Բողոսեն պիտի այսպես խոսք առնե։ Բայց Բողոսը առանց ձեձյալ գրնար ասել ինչի համար իրեն չեն սիրեր։ Երբ կաշի գաբերով զինք կաբեցին, Բողոս վերագացու հայորաբենին ըսավ, նայեցեք շատ խելացի իմաստալից խոսք։
օրինավոր է հռոմայացի մը չտաբտաբարդված մարդ մը ձեձելը։ Ասկի առաջ եղած էր այս բանը։ Դուք ինձ բռնեցիք։ Հիմա գծեցեք։ Բայց ծեր օրենքը ինչ կսե։ Ծեր օրենքը գսե որ չգա ձեձել, չգա գաբել առանց դատավարության։ Եվ ես հռոմայացի եմ։ Հռոմայացի գայսրության մեջ հռոմայական թուղթ ունիմ։ Դուք ինչպես կրնակ հռոմայացի մը ձեձել առանց ծեր օրենքները կատարելու։ Կասկնակ Պողոսը իր իրավունքը կպաշտպանե։ Հավատացյալը լալ Քրիստոսի հետևորդ լալ ասել չէ որ զարգեք ինձ ես ցայն չեմ հաներ։ Հայեցեք ինձ ես ցայն չեմ հաներ։ Ոչ, դատավարություն, ներողություն, արդարությունը պիտի պաշտպանես։ Օրենք կա, գարկ ու կանոն կա, հռոմեական օրենք կա եւ Պողոս այդ օրենքի մեջն է։ Նայեցեք հոգեվոր մարդ է, բայց պետական օրենքի մասին կխոսի։ Որչափ կարևոր է մենք դեղեցություն ունենանք մեր եղած երկիրներու մեջ օրենքին եւ հարգենք այդ օրենքները։ Ուր որ կգտնվիս, որ երկրի մեջ կգտնվիս, սիրելի քույր եղբայր, հարգե այդ երկրի օրենքը։ Ոչ թե այդ երկրի մեջ մի մնար։ Ինչ որ գտեսնեմ երբեմն Եվրոպա գոքան շատ հայեր եւ գսեն որ Եվրոպան ասանք է, Եվրոպան անանք է եւ այլն։ Ոչ, եթե Եվրոպա ես, եվրոպական օրենքը պիտի հարգես։ Դու Լիբանան, Հայաստան, Չինաստան չես ապրիր։ Դու եթե Եվրոպա կապրիս, եվրոպական օրենքը եւ պիտի գիտնաս, եւ պիտի սերդես, եւ պիտի հարգես։ Այս է հավատացյալը։ Աղոտ կներով չի վերջանար։ Պողոս Արաքյալ Սուրբ ոգիով լեցված մարդ, ահավասիկ օրենքը կհաստատե այդ վերագացույին հետ։ Հայրաբեդը երբ ասիկա լսեց, քնած հազարաբեդին պատմեց եւ ասավ. «Ինչ պիտի անես, վասն այս մարդը հռոմայացի է»։ Ուրեմն վախնալու սկսան որ մենք հռոմայացի մը բռներենք հռոմայական օրենքեն դուրս գծեցենք այս մարդուն։ Իրավունք չունենք, գրնան նույնիսկ թաթ բանալ մեր վրա եւ մենք մեր կորձը գործընծնենք։ Այդպես լուրջ էր այն ժամանակվա այդ օրենքը։ Հազարաբեդնալ կովը կնաց եւ սավանոր ըսե ինձի թուն հռոմայացի ես։ Անալսավ այո։ Հազարաբեդ պատասխան տվավ ես շատ ըստագով ցերկ բերի այս քաղաքացիության իրավունքը։ Պողոս ասավ բայց ես բուն ադոր մեջ ծնած եմ։ Անոնք որ զիս պիտի հարցուփորձեին զինք պիտի հարցուփորձեին ներողություն շուտ մը հերացան իր մե եւ հազարաբեդն ալ վախծավ երբ իմացավ թե հռոմայացի է որովհետեւ անիգա գաբեր էր առանց օրենքի իրավունքի։ Գտեսնես հազարաբեդը թրամով արեր է իր թուղթը իսկ Պողոս իձնե արած է իր թուղթը արդյոք իր ծնողքեն քանի որ ծնողքեն գրնա ժառանգել հռոմայացի լալու իրավունքը շատ իրավունք կար այդտեղ հռոմայացի լալու իրավունք կար, հռոմայացի գար, ոչ հռոմայացի գար, օդարներ գային, ամեն մեկը իր գարքը ունեին հռոմայության ազգին մեջ, գայսրության մեջ ներողություն։ Բայց հռոմայական քաղաքացին ամենեն բարձր մագարտակի քաղաքացին էր, որ իրավունք ուներ ընդրության, իրավունք ուներ ընդրվելու, իրավունք ուներ պետական աշխատանքի, հռոմայացի քաղաքացիության իրավունքը ամենեն բարձրն էր։ Այդտեղ գային դարբեր քերիներ, ստրուկներ, դարբեր տեսակի այսպես մագարտակներ։ Եվ ահավասիկ Պողոս կսե ես իրավունք ունիմ հռոմայական գայսրության, քաղաքացիության իրավունք ունիմ։ Տեսնեք ինչ գեղեցիկ է, երբ որ հավատացյալը իմաստուն է եւ գիտե շիտակ տեղը շիտակ բան խոսիր, շիտակ մարդու շիտակ անցի։ Համար 30։ Հետևյալ օրը ուզելով որ շիտակը գիտնա թե ինչ է հрьяներուն ըրած ամփոստանությունը անորթեմ արցակեց Զանիգա եւ հրաման ըրա որ քահանաբետները ու բոլոր ժողովը մեկտեղ կան եւ Պողոսը բերելով անոնց արչեւ գայնեցուց Պողոս իր աչքերը ժողովին վրա դարձնելով ըսավ ուրեմն հետեւյալ օրը քահանաները եւ այլն ավելի ժողովուրդ չի գա ավելի միայն քահանայաբետները քահանայական ձերագույդը այդ բոլորը հավաքված են եւ Պողոս ըսավ մարդիկ եղբայրներ Ես բոլորին բարի խղճմտանքով ցանկ վարերեմ Աստծո առջև մինչև այս օրը։ Ավասիկ հրճագումը Պողոս Արաքյալ։ Ես բարի խղճմտանքով ապրած եմ Աստծո առջև։ Եվ շատ կարևոր է Աստծո առջև բարը։ Քանի որ շատեր գսեն հետևյալը, եթե իմ խիղճս հանգիստ է, ուրեմն հանգիստ եմ։ Ոչ։ Մեր խիղճը գրնան շատ հանգիստ լալ եւ մենք շատ ալ խորը մեղքի մեջ լանք։ Մեր խիղճը
Սուրբ ոգին ցայնը չէ։ Մեր խիղճը մեր ներքին ցայնն է։ Եվ եթե մեկը վերստին ծնունդ ունի, Սուրբ ոգին այդ խղճին է որ գխոսի։ Ուրեմն քո խիղճը հանգիստ է, հանգիստ չէ, հեչ կարևոր չէ։ Աստված ինչ կստե, դու Աստծո առջև ինչպես ես։ Գասկնակ ժողովուրդ մարդիկ երբեմն այդպես բաներ գսեն, զարմանամ։ Գսեն ես խաղաղ եմ իմ սրտիս մեջ։ Հա, բայց ըրածը սխալ է։ Բայց ես խաղաղ եմ իմ սրտիս մեջ։ Բողոս առաքյալ գսե եղբայրներ, ես բարի խղճմտանքով գայներ եմ Աստծո առջև։ Կյանքս վարեցի Աստծո առջև։ Ուրեմն Բողոսի բարի խղճմտանքը ոչ թե իր խիղճն է, այլ ինք գիտե որ ինչ որ ըրած է, ինչ որ ըսած է, ինչ որ խոսած է, Աստծո հաճելի եղած է։ Այս է բարի խղճմտանք ունենալ Աստծո առջև։ Եվ այստեղին է որ մենք պետք է շատ ապաշխարենք։ Երբ որ մենք իսկապես կապաշխարենք, մեր բարի խղճմտանքը կբերենք Տիրոջ առջև եւ գսենք արդյոք բարի է իմ ներսս։ Եվ դեր քո առջև ես ինչպես ապրեցա, քո առջև ինչպես խոսեցա, քո առջև ինչ կատարեցի եւ զղջումը Տիրոջ առաջ է նախ, մարդկանց առաջ ըլլալեն առաջ, Տիրոջ առաջ։ Եվ նայեցեք ինչ կբադա, երբ որ Բողոս այս խոսքը գխոսի, Անանիա քահանայապետն ալ հրաման հրավ որ քովը գայնողները, որ անոր Փերնին մեմը զառնեն։ Եվ Բողոսին Փերնին զարգին։ Այնադեն Բողոս ըսավ անոր, գեղեցիկ խոսք։ Աստված քեզի բիդի զառնե ձեպած բադ։ Ձեպած բադը սերը դուրսեն գեղեցիկ, բայց ներսը ворտոտ։ Դու նստեր ես օրենքին համեմատ զիս տադելու եւ օրենքեն դուրս հրաման գնես, որ ինձի զառնեն։ Օրենքեն դուրս ինչ էր։ Մեմը լսե ինչ կսեմ։ Մեմը հասկացին ինչ կսեմ։ Եթե սխալ եմ, դադաբարդի, բայց եթե սխալ չեմ, ինչու կզառնես։ Ինչ իրավունքով Աստուծո անունը գրելով դու կզառնես։ Եվ շատ խիստ կխոսի, դեսեք Բողոս առաքյալը։ Բոլոր դիքը գայնողները սին Աստուծո քահանայապետը գնախադես, շատ անգամ բարձրացուցին Բողոսին ասելով քահանայապետն է։ Դու քահանայապետին ինչպես խիստ կրնաս խոսիլ։ Բողոսին պատասխան նայեցեք։ Եղբայրներ, չէի գիտեր թե քահանայապետն է։ Վասնզի գրված է քո ժողովրդիդ իշխանին դեմ չարախոսություն մի ըներ։ Հիմա այստեղ լուրջ թեմա կա։ Բողոս գիտեր որ քահանայապետն է կամ չէր գիտեր։ Իմ կարծիքով Բողոս շատ լավ գիտեր որ քահանայապետն է։ Բայց քահանայապետին ըրած կորձը քահանայապետի վայել չէր։ Անոր համար ասավ ես չէի գիտեր որ այս քահանայապետն է։ Քահանայապետը միթե առանց դադարելու գբաճե կամ գապտագե մեգումը։ Այս քահանայապետի կորձ չէ։ Եթե քահանայապետն էր իրական, ինքը այս կորձը պետք չէր։ Երբ որ գսե ես չէի գիտեր որ քահանայապետն է, ներողություն, բայց քահանայապետի հակոստը բոլորին դարբեր էր, ժողովուրդը գիտեին որ ինքն է քահանայապետը։ Բողոս շատ լավ գիտե, կամ որ ինքը այդտեղ մեծած է։ Բոլորին ինչը լավ գիտե, Անանիային ինչը լավ գիտե, բոլորին ինչը լավ գիտե։ Բողոս շատ լավ գիտեր, բայց որ գսե չէի գիտեր, այդ իմաստով որ քահանայապետը այսպես կորձ չի գրնարնել։ Դու քահանայապետություն չրիր սիրելի Անանիա։ Սուրբ Գիրքը այո, ես գիտեմ, Սուրբ Գիրքը գսե որ ինչպես կարտացինք, որ քու ժողովրդիդ իշխանին դեմ չարախոսություն մի եներ։ Այո, ես գիտեմ, եթե ժողովրդից իշխանը իշխանությունը աստվածային բանն էր, ես երբեք չարախոսություն պետք չենեի, քանի որ ես գիտեմ, որ պետք չէ մեծին կամ քահանային կամ առաջնորդին ես չարախոսություն ունեմ, բայց ինքը քահանայություն պիտի ինքը քահանայապետություն պետք է ունի։ Իր կորձին վրա պետք է լա։ Գհարկենք այդ մարդկանց, որ իրենց ճաշտոնին մեջ հարկալից կվարվեն, սիրելիներ։ Եվ այստեղ երբեմն գլսենք շատ բաներ, չեմ ուզեր մտնել քաղաքականության մեջ, այնքան բաներ լսած ենք գղերականներու համար, որ հա գղերականները իրենց հակոստի համար մենք պետք է բադվենք։ Ոչ։ Գղերականի ես պիտի բադվեմ իր կյանքին համար։ Եթե ինքը իսկապես Աստծո մարդ է, ինքը Աստծո մարդու կորձ պիտի ունի, եւ մենք պիտի բարդական ենք հարկելու։ Սուրբ Գիրքը այդ կսե։ Պիտի հարկենք մեր ժողովրդին, հոգևոր իշխաններին, ով լա թողնա, պիտի հարկենք այդ պայմանով, որ ինքը այդ կորձի մեջ լա։ Գասկնակ։ Եվ այստեղ շատ կարևոր է։ Հուսամ շատերու սրտի մեջ խոսեցավ այս խոսքը, որ ինչպես եմ սուդ բադիվներ չդանք։
ազգային բադիվ չտանք, մշակույթային բադիվ չտանք, մենք բադիվ կտանք ոչ թե հակուստին, ոչ թե դիդրոսին, այլ մենք բադիվ կտանք այդ անձին, որ կբադվե դիրոջը, այդ անձին, որ իր բաշտոնը լրջությամբ արած է, խոնարհությամբ կգադարե եւ մենք իր ցերքերը կբարձրացնենք։ Ուսամ հասկանալի եղավ ճադերուտ։ Գտեսնեք այս մի քանի համարները ինչ բաներ կսորվեցնեմ ես։ Համար 6 Բողոս գիտնալով որ մեկ կողմը սատուգեցիներն են եւ մյուս կողմը փարիսեցիներ գաղաղագեր ժողովին մեջ մարդիկ եղբայրներ ես փարիսեցի եմ փարիսեցի որդի մերելուց հարությանը հույսին համար գթադվիմ երբ ասավ փարիսեցիներուն եւ սատուգեցիներուն մեջ երկբարագություններ ինգավ եւ բազմությունը բաժնվեցավ Բողոս շատ լավ գիտեր որ Սատուգեցիները եւ փարիսեցիները խնդիր ունեին վարդապետական հարության հետ կապված, հրեշտակների հետ կապված համացայն չէին։ Բողոս տեսավ որ աս երկուքը այստեղ է, այն թեման, որ իրենց կխառնի, այդ թեման խոսեցավ։ Նորեն մեմիևս կտեսնենք լուրջ Բողոսի իմաստությունը, որ ամեն իրավիճակի մեջ գիտե ինչպես պատասխանել։ Սուրբ հոգի իմաստությունն է այս։ Քաղաքացին հետ քաղաքացի պես խոսիլ։ Հազարաբեդին դες հազարաբեդի պես խոսիլ։ Քահանաբեդին հետ գիտե ինչպես պիտի խոսի։ Հոգևոր մթնոլորտի մեջ գղերական կամ գրոնական մթնոլորտի մեջ գիտե ինչպես պիտի խոսի։ Քանզի սատուգեցիները գսեին թե հարություն չկա, ոչ ալ հրեշտակ կա, ոչ ալ հոգի կա, բայց փարիսեցիները երկուքն ալ գտավանին։ Մեծ աղաղակը եղավ եւ փարիսեցիներուն կողմեն եղող տբիրները ոտքի ելեն վրա ելելով թեմ գեցան ու գսեին մենք այս մարդուն վրա չարությունը չենք տեսներ հաբա եթե հոգիմը կամ հրեշտակը անոր խոսած է ինչ ունենք այդպես է երբ աղմուկը շատցավ հազարաբեդը նորեն եկավ վախնալով որ չլա թե Բողոս անոնցմե բադարվի զինվորներուն հրամանրավ որ իջնեն եւ զանիգա անոնց մեջ են հապշտագեն եւ փերթը դանին հետեւյալ օրը քիշերը դերը անորքով երևցավ եւ ըսավ Բողոսին Բողոս քաչասիրտ եղիր վասնզի ինչպես Երուսաղեմի մեջ ինձի համար վգայեցիր այնպես պետք է հրովմի մեջ ալ վգայես Վաու հրովմը աշխարհի այն ժամանակվա աշխարհի ձայրն էր Հրոմը ամենին հերավոր քաղաքն էր, որ ամեն հրամանները կար այդտեղ են, որ մարդիկ չէին գրնար երթալ ճամփորդել։ Ահավասիկ ինչ կսե Բողոս, Աստված Բողոսի, իշե քիչ առաջ գարտացինք Աստված Բողոսիսավ Երուսաղեմեն դուրս ել, գնա աշխարհի ձայրերը հետանոցներուն քեզ միտանի։ Հիմա Երուսաղեմի մեջ է։ Աստված կսե, օքեյ, ըրիր, վգայեցիր, չընդունեցին, քու կորձը տուն հավադարին, ցևով ըրիր։ Սիրելի քուր եղբայրներ, Քրիստոսի հետևորդը Քրիստոսի կորձը պիտի կատարի։ Հաջողությունը մեր ցերկը չէ։ Ես հաջողության յետևեն չեմ վազեր։ Ես Քրիստոսի կորձը կատարելու յետևեն կվազեմ։ Բողոս այստեղ ոչ մի հաջողություն չգտավ, լավ նայեցեք։ Ոչ մարդիկ հետևեցան իրեն, ոչ եկեղեցի բացավ, ոչ լավ վկայություն ունեցավ, ոչ հրաշքներ եղավ, բամը չավ։ Միան ձեծեցին, բորացին։ Եվ դեր ինչ սավ Տուն այստեղ լավ վգայեցիր։ Okay, ըրիր քո կորձդ։ Ապրիս, բարի հավատարիմ ծառա։ Ըրիր քո կորձդ։ Հիմա քեզ ղրգեմ ուրիշ տեղ։ Ավասիկ ինչ գեղեցիկ օրինակ մեզի։ Դու արդյոք դիրոջ կորձը կգադարես ուր որես։ Հավատարիմ ցևով։ Չեմ ասեր հաջողություն կգտնես կամ չէ։ Հավատարիմ ցևով դիրոջը կորձը կգադարես կամ չէ։ Դեր այս կուզեմ ես մե։ Իր խոսքը ապրիլ, իր խոսքը փոխանցել։ Նախ իր խոսքը սորվիլ, ապրիլ եւ փոխանցել։ Այս է մեր բաժինը։ Հրաշքնողը ինքն է, սիրտ փոխողը ինքն է, մարդ ավելցնողը ինքն է, աշակերտներ փարսացնողը ինքն է, բայց մենք մեր բաժինը հավատարմությունն է։ Հալելույա։ Համար 12։ Հիմա ուրեմն նայեցեք, Աստված գսե Բողոսին քեզի հրոմ բիդանիմ Եվ հիմա հրոմ դանելու ծրագիրը կսկսի։ Եվ զարմանալի ցևով Աստված ինչպես կնե, որ իր զավակին դանի իր նպատակին։ Դարբեր ցևեր կկործածի։ Տուն հրոմ բիդերտա սկսե, ինչ լավ, Բողոս կսե, օքեյ, հրոմ բիդերտա, բայց ինչպես։
Ինչ պիտի լա, ես Երուսաղեմի մեջ փանդարգված եմ, ինչպես հրոմ երտամ։ Արդուն հрьяներեն ոմանք միապանեցան ու ինքզինքնին անեցքի դակտրին, մեկ խոսքով ուխտրին, ասելով թե բիդի չուդեն, բիդի չխմեն, մինչև Բողոսը սպանեն։ Ահավասիկ իրենց ուխտը։ Ուդել խմել չկա, բիդի սպաննենք այս մարդուն։ Իսկապես չափը անցուց։ 40 ավելի էին անոնք, որ այս երթումը իրարու հետ ըրին, որոնք քահանաբետներուն եւ ձերերուն կացին եւ ասին անեցկով անիծեցինք անցերնիս, որ բամը չուդենք միջև որ Բողոսը սպանենք։ Ուստի դուք ժողովին հետ մեկտեղ հազարաբեդին իմացուցեք, որ վաղը զանիգա ցեզի իջեցնե, որբեսի թե դուք ավելին ճիշտ քննություն ունեք իբր թե գուզեք անոր մասին եւ մենք անոր մոտ կալեն առաջ բادرաստենք զանիգա սպաննելու։ Մի խոսքով իրենք ուզեն սպաննել, քահանաբետներուն ալ գմոդենան գսեն մեզի օգնեցեք, որ մենք սպաննենք։ Եվ քահանաբետները հանգիստ ցևով գնդունին։ Բայց եթե դուք իրական քահանա էիք, ազո մարդ էիք, դուք պիտի ընդունեիք։ Այստեղին գերևնա հաշիվներ, քաղաքականություն, որպես իրենց ուզածին հասնեն, իրենց փառքը երևնա։ Գիտեք, անորմալ Հիսուս շատ խիստ էր փարիսեցիներուն համար, շատ խիստ էր։ Եվ այսօր ավելի խիստ է դերը իր անունը գրող մարդկանց, որ Քրիստոսի փառքը չէ որ կփնտրեն, այլ իրենց փառքը, իրենց շահը, իրենց անձը, իրենց քաղաքականությունը, իրենց դուները, իրենց շենքերը եւ այլն եւ այլն։ Համար 16։ Ուրեմն ասոնք իրար հետ կխոսին, թե մենք դուք կանչեցեք Բողոսին, երբ ինքը գուքա իբր թե իրեն հետ պիտի խոսակցիկ, մենք գուքան կսպանենք։ Համար 16։ Բողոսին քրոջը որդին, երբ այս տավաճանությունը լսեց, քնած Փերթը մտավ եւ Բողոսին պատմեց։ Պաստորեն կարելի էր Փերթ մտնել ելնել այցելություն ունել եւ այլն, այստեղ գտեսնենք որ շատ բարձ ցևով գնաց եւ այցելեց։ Բողոսալ հայրաբեդին մեկը իրեն գանչեց եւ ասավ այս բանանին հազարաբեդին դար։ Վասնզի անոր իմանալիք բան մը ունի, իմացնելիք բան մը ունի։ Անալ արավանիգա եւ դարավ հազարաբեդին եւ ասավ Պանդարգյալ Բողոսը զիս կանչեց եւ աղաչեց, որ այս բանանին քեզի բերեմ, քանի քեզի խոսելիք ունի։ Հազարաբեդը անոր ցերկեն բռնելով մեկտի գնաց ու հարցուց. Ինչ ունիս ինձ իմացնելիք։ Անիգա ասավ. Հрьяները միապանեցան քեզի աղաչելու, որ վաղը Բողոսը ադյան իջեցնես, որբես թե գուզեն ավելի ճիշտ քննություն մը անել անոր մասին, բայց դուն անոնց մդիկ միներ, վասնզի անոնց մեկ 40 ավելի մարդիկ տարամանուտ եղած են, անոր համար, որոնք ինքզինքնին անեցքի դակ դրած են, որ չուդեն եւ չխմեն, մինչեւ զանիգ ասպանեն եւ հիմա պատրաստ են եւ քու հրամանիդ կսպասեն։ Ահավասի քրոջը որդին, Բողոսի քրոջը որդին, այս բոլոր բաները հազարաբեդին գմատմե, այնադեն հազարաբեդը բադանին ճամփեց եւ բադվեց մարդու բան մի ասեր, որ այս բանը ինձի իմացուցիր։ Հայրաբեդեն երկուքը գանչեց եւ ասավ. 200 զինվոր պատրաստեցեք, 70 ցիավոր եւ 200 գեղարտավոր, որովհետեւ մինչեւ Գեսարիա երթան գիշերվան ժամը 3-ին։ Եվ քրաստներ պատրաստեցեք, որովհետեւ Բողոսը հետցնեն ու աբահովությամբ Պիրիքս գուսագալին տանին։ Ահավասիկ հայրաբեդը գուզե փախցնել Բողոսին։ Մենք պատմություն այստեղ գտեսնենք, որ Բողոսին պիտի մերցնեն եւ պետք է Բողոսին այստեղին փախցնենք, բայց գտեսնենք, որ Աստծո ծրագիրը կսկսի։ Ինչպես Բողոսին Երուսաղեմեն դուրս պիտի հանեին։ Ահավասիկ 40 հոգի գուզե սպաննել։ Աստված թույլ տվավ այդ մարդկանց, որ այդ բաները մտածեն։ Իրենց կորձածեց, իրենց չար նպատակը կորձածեց, որովհետեւ Բողոսին հրոմի ջամփում մեջ տնե։ Գրնակ երևակայել Աստծո իմաստությունը եւ իր հոյակապ ճանապարհը։ Ամեն ինչ կկործածե, որ իր զավակին հասցնե այնտեղ, որ ինք կուզե։ Միայն այդ պայմանով, որ զավակը մնա հավատարիմ։ Հավատարիմ խոսքին, հավատարիմ ծառայության, հավատարիմ իր նպատակին։ Եվ նայեցեք 270 ցիավոր 200 գեղարտավոր, այս կարծեք պաշտոնական մի կարևոր անձնավորության դեղափոխումն է։ Առաջվա պանդարգյալները 2 հոգիով գտանեին։ Նայեցեք 200, 400
մեծ բանակ գդանի Բողոսին Փիլիքսի մոտ։ Թուղթ մկրեց այս օրինագին պես։ Գողոթյոս Լուսիաս Բադվագան Փիլիքս Գուսագալիտ ողջույն։ Այս մարդը հրյաներեն բռնվեր էր եւ անոնցմե պիտի սպաննվեր։ Իսկ ես զինվորներուն վրա հասա եւ ազատեցի զանիգա, իմանալով որ հրովմայեցի է։ Շատ կարեւոր այս կետը։ Իմանալով որ հրովմայեցի է։ Եվ ուզելով պատճառը գիտնալ, որու համար ադոր վրա անպաստանություն գնեին, 5 տարի անոնց ադյանը։ Կդատ է անպաստանած է իրենց օրենքին վերապերյալ խնդիրներու համար, բայց մեռնելու կամ բաճվելու հանցանք մչուներ։ Երբ լուր արիտ է հրյաները այդ մարդուն համար որոկայտ լարածյեն, իսկույն կեզի ղրգեցի, հրաման ընելով անպաստանողներուն, որ քու արջևըտ խոսին անոր մասին։ Ողջ եղիր, ահավասիկ նամակը, որ գղրգե հազարաբեդը գուսագալին։ Զինվորներն իրենց հրամայեցին համեմատ արին Բողոսին, Քիշերվան Անդիբադրոս դարին եւ հետեւյալ օրը թողուցին ցիավորները անոր հետ երթալու ու իրենք բերտը դարձան։ Անոնքալ Գեսարիա դարին ու թուղթը գուսագալին դվին եւ Բողոս անոր արչեւ գայնեցուցին։ Երբ կարդաց հարցուրս դե որ կավարեն է եւ իմանալով որ գիրիգյային է, ըսավ օքեյ, պիտի լսեմ քեզի, երբ քեզ անպաստանողներն ալքան եւ հրաման հրավ որ զանիգա հերովտեսին բալադին մեջ բահեն։ Այստեղ մի դիգանտնենք այսօրվա, բարձրապես այս վերջին 23-ին 12-ին եւ միջև վերջ, ես գսկսիմ տեսնել եւ պիտի շարունակենք կալ շաբաթները, թե Աստված ասավ դու պիտի երթաս հրոմ։ Եվ քանի որ Աստված ասավ դու պիտի երթաս հրոմ, ահավասիկ ինչպես սկսավ ճամփորդությունը։ Ցավով պիտի սպաննեին փախցուց։ Աշխապ ճամփորդություն արավ։ Հիմա Փիլիքսի մոտն է։ Այդտեղ հետո Հերովտեսը պիտի կա եւ այլն պատմությունները պիտի շարունակվին եւ ինք պիտի երթա հրոմ։ Աստված նպատակ ունի ամեն մեկուս համար։ Քիչ առաջ ըսի մենալ գսեմ, հավատարիմ եղիր։ Երբ հավատարիմ ես, Աստված իր ծրագիրը կկատարե քեզի համար։ Օրտնյալը լա իր կամքը իրեն հետևորդներուն համար։ Ամեն վիճակի մեջ Աստված գիտե իր զավակներուն բահել պաշտպանել։ Այն պայմանով որ զավակները ապրին ոչ թե իրենց փառքին համար, այլ Քրիստոսի փառքին համար։ Եվ փառքը դրվի միայն ու միայն մեր երրորդության Տիրոջը։ Այս երկեն վերջ գվերակտնենք իրար եւ գաղութենք իրար հետ։ Քո առջև եմ ես կանգնած ու խնդրում եմ քեզ Աստված որ լցնես սիրտի խաղաղությունով բացես դու իմ աչքերը վերապրեմ քո մեծ սերը քո խաչի ճամփով անցած թող քո
ուսամ պիտի սիրո հավատամ ես պիտի սիրո որ նա ես դու ինձ իմ Աստված տեսնե սիրտը իմ փոխված սիրտը իմ երկնքով լցված թող որ քո սերը փոխի մտքերս մաքրի ամեն բան ու մնա միայն սեր թող որ քո սերը բուժի վերքերս մաքրի ամեն բան ու մնա միայն բուժի վերքերս մաքրի ամեն բան որ մնա միայն սեր Այո, միան մեկ բան, սեր առ Աստված եւ սեր առ մարդկանց։ Քանի որ Աստված սեր է, ամենամեծ պատվիրանքը ինչ է։ Սիրեք քո Աստվածը ամբողջ քո հոգով, սրտով, մտքով, էությամբ եւ սիրեք քո ընկերդ, սել այդ մարդը որ քո կողքին է։ Այս է որ մենք կփորձենք ապրիլ։ Պաշտամունք, պարապանդություն Սուրբ Հոգիով առ Աստված սիրելու, նվիրվելու, հանձնվելու, ծառայելու եւ սիրել այդ մարդը, որ դրած է մեր աշխարհին մեջ օրտնելու, դրվելու, հասնելու։ Այս է որ Տերը մեզ մեկը սպասե միջև ինք վերադառնա։ Օրտնյալ ես դու ամենագալ Աստված մեր, որ մեզ գսորվեցնես ճշմարիտ ավետարանը, մաքուր անխարտախ խոսքը, որ գազադակրե մարդը գապվածությունները, գրոնական գապվածությունները եւ մեզ գարաչնորտես դեպի ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը դու ես Հիսուս։ Գաղութեմ Սուրբ Հոգիով ցերկդ երգնցնես այսօր։ Այն բոլոր քուր եղբայրները որ լսեցին, որոնց մեջ սրտերնի մեջ մի բան փոխվեցավ, Գաղութեմ որ փոխվի եւ բդուղներ կան, որ լսածները լսող չլան, այլ լսածները ապրողը լան Հիսուս։ Քո փառքին համար որ դու ուրախանաս եւ քո արժեվը դիրենք հաջույք բերեն քեզ իրենց ամեն օրվա ապրումով։ Գաղութենք այսօր դգարներու համար, ինգածներու համար։ Գաղութենք անոնք որ մենակ են, մենակության մեջ կտարաբին, գաղութենք այդ հիվանդներու համար ցավ ունեցողներու համար, որովհետեւ Սուրբ Հոգիով այցելես եւ ոտքի հանես Տեր։ Գաղութենք դգարներու համար հոգիով, դգարներու համար ֆիզիկական, գաղութենք ընտանիքներու համար, գաղութենք զույգերու համար, գաղութենք ընտանիքներու մեջ բոլոր բարդությունները Տեր, որովհետեւ այդտեղ ցերկդ երգնցնես։ Լույս կա, խաղաղությունը լա, միապանությունը լա Հիսուս Քրիստոսի հոգին։ Աշխատի եւ մարդիկ տեսնեն, որ դու իրական ես։ Փառք եւ բադիվ քեզ ամեն բանի մեջ մեր երրորդության Տիրոջը փառքը բադիվը օրհնությունը հիմա եւ միշտ եւ հավիտյան հալելույա ամեն ամեն եւ ամեն Տերը ցեզ առադաբես օրհնե եթե Տերը գամի քալչորեքշապտի նույն ժամուն նույն ալիքին վրա գանչեցեք ընկերներ բարեկամներ դարաձեցեք շատ մտեղեր որովհետեւ շատերը օրհնվին աշակերտները լան Քրիստոսի հետևորդները լան մոտ Քրիստոսի կորձերուն վայել հալելույա ցեզ գսիրենք եւ գործնենք մինչ քալչորեքշապտի ցեդեսություն